Ազատություն նահազանգեր է ստացել տասնյակ քաղաքացիներից, որոնք պնդում են, դեկտեմբերի 6-ին խախտվել է ընտրելու իրենց իրավունքը։ Մեր զրուցակիցներից 4-ը ասացին, քվեարկության օրն իրենց փոխարեն այլ մարդ է քվեարկել։ Զարուհի Մուրադյանը կենտրոնի 10 կոտորակ 23 տեղամաս է գնացել երեկոյան ու պարզել, որ իր ու որդու փոխարեն արդեն քվեարկել են։ Մուրադյանը դիմել է ոստիկանություն, Ազատությանը փոխանցեցին, կենտրոնի բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Զարուհին այսօր նաև դատախազություն է դիմել, պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախագահն ինձ համոզում էր, որ ID քարտերով են գալի, որոնց վրա հասցե չկա։ Ասում եմ, լավ, այդ ոնց եղավ, որ հենց գիտեին, որ այս երկու հոգին, այս նույն բնակարանից փաստացի հիմա այդտեղ չեն ապրում։ Ուրեմն ինչ որ մեկը տեղեկություն տվել էր, չէ՞։ 8-ին 5 պակաս, երբ որ արդեն արձանագրությունը կազմվել էր, ինձ հարցրեցին, բա դուք չեք ուզում ընտրեք, ասացի, իհարկե ուզում եմ, բա ինչի համար եմ եկել։ Զայրացած էի, հուզված էի, որ ես ուշադիր չնայեցի։ Գրանցամատյանում սլաք արեցին, իմ տվյալները լրացրեցին եւ ես ստորագրեցի, վերցեցի, քվեարկեցի։ Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը մոր ու քրոջ հետ է այցելել Երևանի 8 կոտորակ 08 տեղամաս ու պարզել, որ իրենց ազգանվան դիմաց այլոք են ստորագրել ու քվեարկել։ Կատարվածի մասին բաց նամակ է հրապարակել։ Այսօր էլ քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել։ Մի քանի անգամ պահանջեցի, որ արձանագրեն խախտումը, ու ինձ հնարավորություն տա մասնակցել հանրակրվեին։ Նախագահն ասել, դուք չպետք է ասեք ես ինչ անեմ, դուրս հրավիրեք իրանց, ու ես դուրս եկա, այնտեղ չվերականգնվեց, ու նույնիսկ ինձ ձեռ են առնում, ասում են, մի անհանգստացեք, 3 հոգի եկել են ձեզ փոխարեն, ոչ են ասել։ Վահե Երիցյանն ու իր կինը եւս Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքի 3 կոտորակ 04 ընտրատեղամասից հեռացել են առանց քվեարկելու։ Նրանց փոխարեն արդեն ընտրել էին։ Վահեն ոստիկանություն չի դիմել, բայց պնդում է, լավ է, որ իրենց տեղամասում ոչը հաղթել է։ Ես հարցնում սա ոնց է եղել, ասում են միգուցե պատահական վրիպակ ա եղել, նման բաներ լինում ա։ Իրանք վստահ չեն, որ նույնիսկ քվեարկվել է։ Ասում են կարողալ չեն հասցրել գցեն մեջ։ Ին խախտվել է իմ ընտրելու իրավունքը, հա, իմիջիայլոց դիմել եմ իրավաբանի, ասել են, որ որևէ կերպ չկար իմ իրավունքը վերականգնելու, այդ է պատճառը, որ ես ուրիշ ոչ մի քիչ չձեռնարկեցի, որտեղ ինձ ասեցին նույնիսկ 1% շանս չկա։ Իմ տեղս եկել են, ստորագրած է, ընտրած է։ Տարգինի տեղը ստորագրեք։ Մենք գնամ չէ։ Գյումրեցին Նազելի Բաղդասարյանը 35 կոտորակ 37 տեղամասում է արձանագրել, որ իր փոխարեն քվեարկել են։ Հանձնաժողովի անդամներից մեկն էլ ըստ զրուցակցից առաջարկել է, որ ինքն էլ ուրիշի փոխարեն քվեարկի։ Ես իմ քաղաքացիական պարտքի այդպես էլ չկատարեցի, այդքանով զրկեցին ինձ հանրաքվեին մասնակցելու այս իրավունքից։ Հանձնաժողովի անդամների կողմից նույնիսկ առաջարկ եղավ, որ ես էլ մեկ ուրիշի տեղը ստորագրեմ, փորձեցի բացատրել, որ դա հանցագործություն է, ես չեմ ուզում ոչ մի կերպ մասնակից դառնամ։ Երևանի բնակիչ Վալիա Շտոյանն էլ Ազատությանը պատմեց, Կիևյան 5 հասցեում գտնվող իր տանը գրանցված անծանոթի անուն է հայտնաբերել։ Զանգահարել, անգամ դիմում է գրել ոստիկանություն, սակայն անծանոթ տղամարդը գրանցումից չի հանվել եւ հայտնվել է այդ տեղամասի ընտրացուցակներում։ Վալիա Շտոյանն ուսումնասիրել է առողջարքի փաստաթղթերը, պարզել է իր տանը գրանցված տղամարդը նախկին սեփականատերերից չէ, բայց թաղային լիազորը արտասովոր ոչինչ չի արձանագրել, ավելին պնդել է, թե անծանոթը բնակվում է իր տանը։ Ասում եմ մամայիս հետ է ապրում այս տղան։ Ով է տեսել, ասում են լավ, այդ մարդը արդեն ճշտենք չի աշխատում այդ թաղայինը։ Ես ուզում եմ այն անձը, որը այս մարդուն հաշվառվան է վերցրել, անկախ այն բանից աշխատում է, չի աշխատում, պատասխանատվության ենթարկվի։ Ասում է տունը վարձով տվել եք, ասում եմ ոչ։ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, սեփականատերն ուշ է դիմել ոստիկանություն, վերջնական ցուցակները հրապարակելուց 2 օր առաջ, բայց պնդեց քաղաքացին կհանվի գրանցումից, իսկ թե ով ու ինչպես է նրան գրանցել այդ հասցեում, ոստիկանությունը կուսումնասիրի։ Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերով կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի զբաղվում։ Խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, եթե ընտրողը կարծում է, որ խախտվել է իր իրավունքը, կարող է դիմել իրավապահ մարմիններին։